Ուզում եմ տեղեկացնեմ բոլորին, որ մենք այստեղից ոչ միտեղ չենք գնալու, քանի որ պարոն Համլետ Նազարյանը խոստացել է, որ մոտակա 1-2 ժամում կքննարկի կառավարության հետ եւ մեր հետ կզանգի մեզանից մեկին ու կպայմանավորվենք վաղվա վրա ժամ, որտեղ հստակ մեր հարցերին պատասխանվելու է, որ հիմնարկությունը երբ է բացվելու։ Անգամ մեր շատ հարգարժան պարոն Համլետ Նազարյանն է հասկանում, որ այս ամեն ինչը լուրջ խնդրի առաջ է կանգնացնում մեր տնտեսությունը, այնտեղ իմ գործընկերներից մեկը ներկայացրեց, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին չեմ հիշում, ինչ-որ COP17-ը կառավարությունը կազմակերպում, որտեղ մենակ մեր 3 հյուրանոցները 600-ից ավել հյուր ունեն, արդեն ամրագրված, ու այդ մարդիկ ահազանգում են, չհասկանալով ինչ են անելու, այսինքն համ մեր туриզմի վրա է այս ամեն ինչը շատ ուժեղ ազդում, համ մեր տնտեսության վրա, համ հյուսիսի արձանը չեն կարողանում կառուցեն, որովհետև քարի մեր արտադրամասը փակ է ներկապահին ու քար չեն կարողանում հանել հյուսիսի արձանի շինարարությունը շարունակել, ինչը բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանը ամբողջ աշխարհով մեկ է սարքելու տուրիստիկ համար մեկ գոտիներից մեկն է լինելու։ Մի խոսքով շատ մեծ հույսեր ունենք, որ պարոն Փաշինյանը կհասկանա հարցի լրջությունը, որ այսքան մարդ սոված ծառավ չմնա, բոլորս ունենք աշխատանք, մենք ընդհանրապես ուզում ենք գնանք մեր աշխատանքի։ Հիմա կսպասենք մինչև պարոն Նազարյանը զանգի ժամ պայմանավորվի մեր հետ վաղվա հետ կապված, որտեղ արդեն ավելի հստակ կպատասխանեն մեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։ Ոչ մեկ ոչ միտեղ չի գնում, երեխեք ջան։